Սամվել Կարապետյանը մի քանի օր առաջ հայտարարեց ընդդիմության համախմբման, ընդդիմության միավորման անհրաժեշտության մասին, ընդդիմադիր ինչ-որ խորհուրդ, ընդդիմադիր ուժերի խորհուրդ ձևավորելու մասին։ Եթե անկեղծ լինեմ, իմ համար, ձեր համար չգիտեմ ոնց, իմ համար սա շատ տարակուսելի եւ զարմանալի առաջարկ էր, որովհետեւ ումա պետք հիմա ընդդիմության միավորումը։ Ընդդիմության միավորումը պետք էր ընտրություններից առաջ, ընտրությունների ընթացքում։ Հիմա ինչի համար են ուզում ընդդիմությանը միավորեն։ Այսինքն ումա պետք զատկից հետո կարմիր ձուն, այսինքն զատիկը եղել, վերջացել է, ձվերը կռվացրել են, ջարդել են, կերել են, հիմա նոր ուզում են նորից կարմիր ձվեր, հա, ասպարեզ նետեն։ Իմաստը։ Ահա։ Դուք ինչ կասեք։ Պետք է ասեմ, որ մենք պետք չենք քննարկել կուսակցությունում, կարպիս։ Դա իմ էգոիստական կարծիքներ եւ իմ լրիվ արդար արձագանք։ Եվ իմ ձանձրույթի արգասիքը։ Նայ, մենք մի քանի արձանագրում կարող ենք հիմա անել, որ ընտրություններից առաջ շուրջ 1 տարի աշխատանք ենք տարել, որ ձևավորվի ընդդիմադիր մեկ բևեռ։ Բոլորը խոշոր ուժերից, նաև մանրները, մինչև խոշորներից մինչև մանրները, ասել են, որ մենք ձևը գիտենք, մենք ուզում ենք էշելոնավորված գնանք, ներսում միանանք։ Մենք բացատրել ենք, որ Գյումրի 2 չի լինելու։ Իրենք ասել են, չէ, մենք Գյումրի 2 ենք ուզում անենք։ Ոչ մի կերպ չեն լսել մեզ եւ գնացել եւ կոնկրետ տապալվել են եւ պարտությունը արձանագրվել ընդդիմադիր դաշտի ֆունդամենտալ պարտությունը, ով ինչ ուզում է ասի, որ չնայած դրան Նիկոլ Փաշինյանը չի հավաքել համանadական մեծամասնություն, դա անդուրջ խոսակցություն է, ինչու, որովհետև չկա որևէ բան, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող անցկացնել խորհրդանում, բացի այդ համանadության նախագիծը, իսկ կներեք այդ համանadության նախագծի օրը որ կգա, այդ օրը որ կգա, դա շատ հեռու է դեռ, էլի։ Այդ օրը որ կգա, դրա անցկացնելու ձևն էլ հետը կգա։